Երեկ Շամշան.com-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանում թալանել են հայտնի բլոգեր Թութութու Լավայի տունը։ Շամշան.com-ը գրում է. Երեկ հունվարի 21-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են հայտնի բլոգեր Թութութու Լավայի տունը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության, գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչությունում և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը։ Ժամանել են նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հարություն Թագավորյանը և պարեկ Լիլիթ Գրիգորյանը։ Դեռ երեկ դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Քրեական համայնքային ոստիկաններն ու պարեկները սպասում են մինչև դեպքի վայր կժամանեն քննիչները ու քննչական կոմիտեի փորձագետը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թալանել են 7-րդ փողոցի թիվ 17 տունը, որը պատկանում է բլոգեր Թութութու Լավա մականվամբ Էրիկ Շահբազյանին, և նա հանրապետությունից բացակայում է։ Իսկ գողը կամ գողերը տուն մտել են բակի կողմից, տակնու վրա են արել ամբողջ տունը, հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհիրկիզվող պահարանն ու այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել են։ Տանը կան նաև 2 մեծ շներ, սակայն նրանք ոչինչ չեն կարողացել անել, քանի որ ստահակը կամ ստահակները տուն են մտել բակի կողմից։ Գագիկ Շամշյանը բացառիկ լուսանկարներ է ներկայացրել։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Տան կողոպուտից ընդամենը ժամեր անց Էրիկ Շահբազյանը իր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում տեսանյութեր է հրապարակել ու անդրադարձ կատարել իր տան գողությանը։ Նա նշել է, որ տեսախցիկներն իր մոտ են, և նա տեսել է, թե ովքեր են կատարել գողությունը։ Թութութու Լավան նշել է, որ Հայաստան վերադառնալուն պես նա այս հարցին կոնկրետ լուծում է տալու և որպես զգուշացում նշել է, որ գողերը պետք է ապաշխարեն, ներողություն խնդրեն Աստծուց և մինչև իրենց օրենքով սահմանված պատիժը կստանան, գոնե թող գողոնով իրենց կանանց համար ծաղիկներ գնեն, իսկ երեխաների համար տակդիր, իսկ մենք առաջարկում ենք դիտել նաև բլոգերի խոսքը առանց մեկնաբանության։ Գողություն է կատարվել մեր տանը, բոլորդ արդեն տեղյակ եք, համացանցերը բոլորը տարածում են, չմանրամասնեմ, գիտեմ 2 հոգի են, ամբողջ այդ կամերաները ֆիքսելա ով են, որտեղից են եկել, ապեր ջան, թող Հիսուս Քրիստոսը ձեզ ների, սատանան ինչ չի կարա կոդրի ձեր արարքներով։ Ինչ ասեմ, ապաշխարեք, թող Աստված ձեզ կատարյալների դարձի գաք։ Արդարի ոչ մի բանը չի կորում։ Ուղղակի ցավում եմ ձեր համար, որ Աստծո զավակին այն հալալիմ քրտինքը, որ ուզեցել եք գողանաք, ձեր նպատակը շատ մեծ է եղել։ Եկել եք Աստծո տան մեջ քանդրբազություն եք անում, հա, մտածում եք մենք էլ տենց սատանու ղրգացներին չէինք պատրաստ դիմավորելու։ Էդի տարեք, ձեր երեխեքին պամպերս արեք, ձեր կնանոցն էլ ծաղիկներ արեք, ինչ որ գողացել եք։ Քոթուկ աղբեր ջան։ Հիշեք, որ արդարի ոչ մի բանը չի կորում, ու Տիրոջ զավակին ցավացնողը ու կպնողը 7 պորտ տխրելու է։ Ես ցավում եմ քո հետագա ժառանգների համար։ Ունես ժամանակ, ապաշխարի, աղբեր, 2 հոգի են։ Կարամ նկարներ դնեմ, որ տեսնեք։ Մեկը բոյով է, մեկն է լավ քոթուքոտ է, ասես մեջքը պարապած։ Դեմքն էլ է ֆիքսում, ամեն ինչ ունենք, այնպես մտածում եք, որ DVR-ը տարել եք, sense չիպերը տարել եք, տենց Թութութու Լավան է հարիֆել։ Մոռացել եք, որ F-net Telecom-ը իր iCloud-ները ունի, ու դուք մտածում եք, ես չէի դրել տենց տեղեր։ Չեն կոդրվում, առաջ են գնում, շնորհակալություն եմ հայտնում, որ
2.5 միլիոնի դիմաց մեզ 20 միլիոնի գովազ դարեցին։ Տղեկ բարևներ։ Շուտով կհանդիպենք ճիշտ վայրում։ Էտա։ Նայեք այսպես վիդեոն իմ լոխ ընկերներ։ Գամ Հայաստան մի երկու հատ վիդեո կանեմ ձեզ։ Իմանաք ինչքան դուք հարիվ եք։ Թու լավա մեր համար ամեն օր։ Դուք իրար մեջ կերեք իրար։ Փրթեք։ Ջոգեք ինչքան դուք չալ եք։ Ինչև գամ Հայաստան ձեզ էլի ներելու եմ ինչ անեմ։ Բայց Աստված էս ձեզի չի ների։ Եթե չապաշխարեք։ Տեսակ Լևոն Արքաս ապաշխարեց, տնային կալանք տվին, տնանք ձեր հետ ինչա կատարվելու։ Ես գիտեմ հիմա դուք ոնց եք իրար միս ուտում, ատամներ այսինչ եղունգները հետը։ Հիշեք, խորհուրդ եմ տալիս, ծնկի ես գալիս, Աստծուց ներողություն ես խնդրում։ Ու ապաշխարում ես, ասա Հիսուս ես հանձնում եմ իմ մեղքի քեզ, օգնիր ինձ։ Գնացեք ձեզ կյանքներից մեջ տղավարի, գոնե այդ փողը տանելուց մի հատ երեխուտ պամպերս, կնոջը ծաղիկ, առ կյանքիդ մեջ մի լավ բան կանես, գոնե մի 10 տարի սրոք վերցրած, հեսա որ լինես։ Ես ոնց եմ ձեր վրա բոցվում, հլը սպասեք ես գամ Հայաստան կասեմ որից հետո։ Եկել եք Աստծու տան մեջ, այ սատանի ճտեր, քանդրբազություն եք ուզում անեք, ձեզ սարքել եմ Աստծու զավակներ։ Սատանու գլուխը կոդրած է թու լավան, ձեզ սարքել եմ Աստծու տղեկ։ Ինչքան տուն որ մտել եք, այդքան տները մտնելու եք, նվերներ անեք, հլը սպասեք, Հայաստան ոտս մտնի։ Բայց արխային չընգնեք, հենց ասեք թու լավան, սենց, արա դե հեսա բրնվենք գալույանների մի հատ երկու հատ Աստծու բան ասենք, կջրվի կգնա, հետի դուք սպասեք մի օր էլ, 10 ժամ էլ համբերեք, հեսա ոտս մտնի Հայաստան, ենքան եմ ղժալու ձեր վրա, այ քոթուկ, ապվել պարապաս մեշք ունես, այն որ սեյֆըտ կզած տանում էիր, են բոյլուխը հետևից կանգնած, քոթուկ աղբեր, ապվել ձիք տղա ես, երեմա սեյֆ ես գողց է, Իհարը թրաշով։ Թրաշով, բոյլուխը, երկար